Թուրքիայի հայրենի կուսակցության առաջնորդ Դողու Փերենչեքը կոչ է արել Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դաշինք ստեղծել ԱՄՆ-ի ծավալապաշտական քաղաքականությունը զսպելու համար։ Թուրքիայի դաշինքը Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ կստեղծի պատմական ուժ, որը կկանխի տարածաշրջանային և համաշխարհային պատերազմը և ԱՄՆ-ի իմպերիալիստական ազդեցությունը, նշել է կուսակցության առաջնորդը։ Քաղաքական գործիչը հավելել է, որ Թուրքիայի անվտանգության ապահովման համար վճռորոշ նշանակություն ունի պետության և ժողովրդի անխախտ միությունը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին կոչ է արել Միացյալ Նահանգներին զորքեր ուղարկել Չեչնիա և առևանգել հանրապետության առաջնորդ Ռամզան Կադիրովին, ինչպես Վաշինգտոնն արեց Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։ Զելենսկին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է ճնշում գործադրի Ռուսաստանի վրա։ Որպես օրինակ նա բերել է ԱՄՆ գործողությունը Վենեսուելայում, որի ընթացքում Մադուրոն առևանգվել է և տարվել երկրից։ Ուկրաինայի առաջնորդի խոսքով այս գործողության արդյունքները տեսանելի են եղել ամբողջ աշխարհի համար։ Նրանք դա արագ արեցին։ Դե թող ինչ-որ գործողություն իրականացնեն Կադիրովի հետ, հավելել է Զելենսկին, նշելով, որ Միացյալ Նահանգների նման քայլը ենթադրաբար կստիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կանգ առնել։ ԱՄՆ-ն սկսում է վենեսուելական նավթի վաճառքը և հանում Կարակասի պատժամիջոցների մի մասը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Վերջինս բացահայտել է Վենեսուելայի հարցով ԱՄՆ-ի եռափուլ ծրագիրը։ Առաջին քայլը երկրում իրավիճակի կայունացումն է, որպեսզի այն չլինի քաոսի մեջ։ Երկրորդ, ԱՄՆ-ն պատրաստվում է զբաղվել տնտեսական վերականգնմամբ, որի պայմանը կլինի ամերիկյան ընկերությունների մուտքը Վենեսուելա։ Երրորդ և վերջին քայլով նախատեսվում է իշխանության փոխանցում, հաշվի առնելով ընդդիմադիր ուժերի համաներումը։ Սպիտակ տնից էլ հայտարարել են, ԱՄՆ-ն իրեն իրավունք է վերապահում անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կիրառել Վենեսուելայում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առանց բանակցային գործընթացին իր մասնակցության Ռուսաստանը արդեն վերահսկելիս կլիներ ողջ Ուկրաինան։ Ըստ Թրամփի, ինքը միայնակ վերջ է դրել 8 պատերազմի, և ՆԱՏՕ-ի անդամ Նորվեգիան հիմարաբար որոշեց չշնորհել ինձ Նոբելյան խաղաղության մրցանակը, ընդգծել է ԱՄՆ նախագահը։ Վերջինս նաև հայտարարել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը չեն վախենում ՆԱՏՕ-ից առանց Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցության և կասկած է հայտնել, որ Հյուսիսատլանտյան դաշինքը օգնություն կցուցաբերի Վաշինգտոնին, եթե դա իսկապես անհրաժեշտ լինի։ Ըստ Թրամփի, Ռուսաստանն ու Չինաստանը վախենում են միայն Միացյալ Նահանգներից։ Վոլոդիմիր Զելենսկու Կադիրովին առևանգելու կոչը հաստատում է խաղաղության գործընթացը խափանելու փորձերը և նվաստացուցիչ է հենց Զելենսկու համար։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը։ Նա Զելենսկուն անվանել է ծաղրածու և նշել, որ ինքը չի սպառնացել առևանգել նրան և նույնիսկ թույլ չի տվել իրեն նման բան մտածել։ Զելենսկին վախկոտի պես ակնարկել է, որ դեմ չի լինի ձեռքերը լվանալ և անվտանգ հեռավորությունից դիտել, թե ինչպես է ինչ-որ մեկը պատժում իրեն նեղացնողին, հաղթանդամ տղամարդ Ռամզան Կադիրովին, հայտնել է չեչեն առաջնորդը։ Նա կոչ է արել Ուկրաինայի նախագահին գոնե փորձել տղամարդ լինել և փրկել իր դեմքը ու չնվաստանալ։ Եթե քո մեջ տղամարդկության մի կաթիլ լիներ, կհասկանայիր, թե որքան նվաստացուցիչ են հնչում քո խոսքերն ու խնդրանքները և որքան հստակ են դրանք հաստատում խաղաղության կարգավորումը խափանելու քո փորձերը։ Թույլ տուր հիշեցնել քեզ, Զելիա, թշնամին կարող է մտնել մեր հանրապետություն, բայց չի կարող դուրս գալ։ Ինքդ ռիսկի կդիմես, եզրափակել է Կադիրովը։